Այսինքն հայցողական լիազորությունների պատշաճ իրականացման, հետևաբար արդարացիության եւ անաչառության սկզբունքների պահպանման տեսանկյունից հարց է առաջանում, թե լիազոր մարմնի կողմից նկարագրված որի ենթադրյալ խախտումն է, լիազոր մարմինը ինքնուրույն հայտնաբերել, որի մասին չգիտեր կամ չէր կարող իմանալ հանձնաժողովը։ Բնականաբար հանձնաժողովը չէր կարող չիմանալ հաղորդման մեջ նշված որևէ փաստական տվյալի մասին։ Ավելին, հանձնաժողովը նախկինում իրականացնելով իր վերահսկողական լիազորությունները եւ մասնակցելով էներգետիկայի ոլորտի կարգավորման իրականացմանը, տեղյակ էր հաղորդման մեջ նշված մի շարք ենթադրյալ խախտումների ոչ ճիշտ լինելու մասին։ Սա մի քանիսի մասին ասացի, այսինքն հանձնաժողովը գիտեր, որ այդ հաղորդման մեջ նշված տեղեկատվության չի համապատասխանում իրականությանը, ոչ թե բովանդակային, այլ հեծի պատասխանատվության մեղավոր լինելու հանգամանքի հիման վրա։ Առնվազն դրանցում հեծի մեղքի բացակայության մասին, օրինակ, հաղորդման առաջին կետում նախատեսված հոսանքազրկումների եւ համակարգային խոշոր վթարների մասին դեպքերը նկարագրում, բոլորը գիտեին, որ մեղավորը Բեցնն է։ Բեցնամեղավոր, որովհետև ներդրումների խնդիր կար, կառավարությունը չուներ այդ հնարավորությունը ներդրում անելով եւ կոնկրետ սպეციფიկ դեպքում մեղավորությունը ոչ թե հեծի դաշտում էր, այլ Բեցի։ Խոսքը ընդհանրապես բոլոր հոսանքազրկումներին չի վերաբերվում, որովհետև հեսա հոսանքազրկումները լինում են տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ դատական գործ մենք ենք ունեցել մեկ այլ վստահորդով, ով որ աշխատանքների ժամանակ վնասել էր կաբելը, վնասի հատուցման վեճարը։ Հիմա տեղ հեծի մեղավորություն չկար, դա փոքր բաների մասն է։ Այսինքն տկենի նկարագրած մեծ լայնածավալ խախտման դեպքը, որի մասին խոսքը գնում է, բոլորը գիտեն, քննարկվել գիտեն, որ մեղավորը հեծը չի։ Երկրորդ կետով նախատեսված բաշխման ցածում լարման կարգավորման հարցերը, երրորդ կետով նախատեսված Շահումյան 2 լարման հանգույցի կառուցումը։ Գիտեին, որ խնդիրը տկենն է, տկենը չի, տկեն կառավարություն լայն իմաստով, չի իրականացրել հանրային գերակաշարժ ճանաչելու գործընթացը, որպեսզի հնարավոր լիներ ստանալ գույքային իրավունքներ կառուցակցությունները եւ իրականացնել այդ ցանցի կառուցման ամբողջական process-ը։ Այսինքն եկել է հասել է մի կետ, որ պետք է ավարտին հասցվի, այո եւ չի հասցվում։ Եվ դրանից հենց նույնպես վնասներ ա կրում։ Բայց ինչի ա կրում, որովհետեւ պետք է իրականացվի գործընթաց, որը թողա պատկացնում սեփականության իրավունքի սահմանափակում ա տեղի ունենալու երրորդ ամնանց, այդ դրա վրա կանգնած է գործընթացը։ Չորրորդ կետով բողոքների թվով պայմանավորված ծառայությունների որակի աճի մասին պնդում է, 5-րդ կետով նշված խախտումների քանակի մասին տեղեկատվությունը, նույնպես տեղեկատվություն ա, որը տիրապետում է համապատասխան մարմինը կամ պետք է տիրապետի եւ դրա շրջանակներում երրորդ անձից չի, որ ինքը նոր իմացավ ու դրա վերաբերյալ խնդիր բարձրացրեց։ Ներողություն եմ խնդրում պատմողին դեպքում։ Ակնհայտ է, ընդ որում նայեք, վարույթի ժամանակ ձևակերպումներ եղավ, այդպես միլիոնավոր բաժանորդներ, ձևակերպումները ընդհանրապես ամբողջ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական ֆիզիկական անձինք միասին բաժանորդների քանակը 1.100.000 չի գերազանցում, 1.80.000-ը։ Այսինքն այս թվաբանական ձևակերպումները, որ տրվում են հնչողության տեսակետից կարող է լավ են խոսակցական մակարդակով, բայց երբ որ մենք խոսում ենք վարչական վարույթի, որտեղ հստակություն, ճշտություն եւ ավելի հիմնավորվածության խնդիր կա, հստակ քանակների կարիք կա։ Ուրեմն ակնհայտ է, որ հանձնաժողովը տիրապետելով համապատասխան տվյալների, վիճակագրության, իր մոնիտորինգի արդյունքների, որում հանձնաժողովը ոչ թե ամեն ինչ ինչ-որ ստանում է հեծից ընդունում որպես հաստատված փաստ ու ոչ մի բան չի անում։ Ինքը պարբերաբար իրականացնում է մոնիտորինգներ, որի արդյունքում կիրառում է պատասխանատվության միջոցներ, եթե խախտումը արձանագրում չի արձանագրում, արձանագրում է, որ այդ խախտումները չկան, չի համարել, որ դրանք հիմնավորում եւ կամ ապացուցում են հեծի կողմից լիցենզիայի պայմանների որևէ խախտման հնարավորությունը։ Ինչի հիման վրա իրավասու կլներ նախաձեռնել վարույթ, խախտումները վերացնելու եւ դրա պատասխանատվության միջոց կիրառելու հարցը քննարկելու համար։ Այսպիսով միայն այն փաստը, որ մեկ այլ պետական մարմին հանձնաժողովին հաղորդում է ներկայացնում, նշելով հանձնաժողովից ստացված կամ հանձնաժողովում ենթադրաբար արդեն իսկ արկա տեղեկատվություն, չի փոխում հարցի էությունը եւ հայացողական լիազորությունները իրացնելու հավելյալ հիմք չի տալիս, հետեւաբար հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովը իրավասու չի եղել նշված տեղեկատվության հիման վրա պատասխանատու վարույթ։ Ավելին օրենքի պահանջն է, որ հաղորդմամբ նշված փաստակազմը առերևույթ հիմնավորի օրենքով նշված հետևանքների առաջացած լինելու կամ առաջանալու հավանականություն։ Պատվարժան դատարանն ուզում է ուշադրություն հրավիրել, որ լիցենզիայի ձեռքելու նոր պայման չի ավելացել օրենքում։
այսինքն օրենսդրական փոփոխությունները լիցենզիայի ձեռքելու նոր պայման չեն ավելացրել։ Ընթացակարգի փոփոխության մասին է խոսքը, ընդ որում ոչ թե վերաբերվել է բարույթ իրականացնելու ընթացակարգին, այլ ըստ օրենսդրական հիմնավորումների, ինչը փաստացիորեն մենք տեսնում ենք, որ չի համապատասխանում պրակտիկայում, տրվել է նրա համար, որ համակարգային խնդիրները հնարավոր է լուծել եւ կանխել։ Փաստացի մենք տեսնում ենք, որ չէ գործիքակազմը օգտագործել է դրա համար, այլ օգտագործվել է ցանկացած գնով ինչ-որ խնդիր գտնենք, լիցենզիայի ձեռքենք սկզբունքը իրականացնելու համար։ Դրա համար էլ այս հաղորդման մեջ հավաքված են ենթադրյալ խնդիրներ, որոնք հանրային հնչեղություն կարող է ունենան, այ տեսեք խոսանքազրկումներ, տեսեք չի կառուցում, տեսեք սա չի լինում, բայց սրանք վերջնական ակտում չեն ստացել որևէ ամրագրում, որովհետև ի սկզբանե բոլորը գիտեին, որ սրա հետ խնդիր չկա։ Ավելին ձեզ ասեմ, այս խնդիրների պարզման կամ չպարզման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Եթե ընդունենք, որ հանձնաժողովում ինֆորմացիան չկա, չգիտենք, Շահումյանի օդային կամուրջը չի կառուցվում, բանի հանգույցը, չի պարզվել, հետաքննություն չի իրականացվել, ոչ մեկը չի դիտարկել, ոչ մեկը հարցում չի արել այդ Շահումյանի հետ, դրա վերաբերյալ ընդհանրապես նյութ չկա վարույթի նյութերում։ Այս կետերի մասին ընդհանրապես նյութ չկա վարույթի նյութերում։ Վարույթի նյութերում մենք տեսնում ենք 3 ամիս համարյա նյութ չկա, ինչ-որ ընդհանրական 2 մոնիտորինգ նավերի հետ կապված խնդիրներ կան, մենք էլ տեսնում ենք վերջին ամիս նամակներ, օրը 5-6 նամակ, ամեն օր։ Այդ նամակների ապացույցների ապացույց հանդիսանալու որակի հետ կապված ունենք լրջագույն խնդիրներ դրան անդրադարձ են կատարում, բայց վերջնական այս կետերից 9 կետերից ըստ էության 7-ի վերաբերյալ, կարող է սխալ ասեմ, ասենք 6-ի կամ 7-ի վերաբերյալ ընդհանրապես ուսումնասիրություն չկա։ Այն մարդկանց հարցաքննել են, սրա մասին չեն հարցաքննել, հանձնաժողովը չէ, օրենքի խախտումով չի կարող դիտվել հարցաքննություն, բայց դա չի ստուգվել։ Ժամանակավոր կառավարիչը որ եկել է, պետք է ասենք իր խնդիրը լիներ էս 9 պոտենցիալ համակարգային խնդիր հանդիսացող խնդիրները լուծել, սրա ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Այսինքն փաստացի մենք տեսնում ենք, որ հանձնաժողովում արկա է տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը մի հատ էլ գրում է հանձնաժողովին տկելը, եւ հանձնաժողովը դրա հիման վրա վարույթ է հարուցում։ Երբ որ հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ, այս տեղեկատվությունը արկա է վարույթի հարուցել, դա նշանակում է մի բան, այդ ինֆորմացիայի վրա վարույթ հարուցելու դիմքեր արկա չեն։ Առիթի խնդիրը չի։ Ինֆորմացիան հայտնի է լինում, վարույթ հարուցվում է, մոնիտորինգ անելու իրավունք ունի։ Սա նշանակում է կրկնում եմ, որ դրա հիմքերը արկա չեն եղել։ Հիմա